Բարև ձեզ սիրելի եղբայրներ քույրեր, շաբաթօրյա մեր հանդիպումն է և ինչպես որ ես խոստացել էի, մենք հնարավորություն ենք տալիս մեր լսարանին մեզ հետ կապվելու նաև իրենց ուզող հարցերով։ Թե ինչու այսօր այս ժամը մենք կտրամադրենք մեր ունկնդիրների հարցերին, որովհետև ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ քարոզներիս ընթացքում կոմենտները, որ գրվում է, ես ճիշտն ասած հետո այնուամենայնիվ պատասխանում եմ դրանց, ողջունում եմ ձեզ, մեր նոր միացողներին է խոսքս վերաբերում, սակայն այդ կոմենտներից հետո այն ինչ որ ես գրում եմ նորից արձագանք չկա։ Եթե հետաքրքրել էր հարցը և ձեր հարցին պատասխանել ենք, ապա ինչու չկար արձագանք։ Հետևաբար գուցե որոշներն YouTube-ի, ասենք, հղումներին կամ էլ ասենք կոմենտներին չեն տիրապետում լավ, բայց այնուամենայնիվ իմ հորդորն է ձեզ, որպեսզի այն ինչ որ ձեզ հուզում է, կարողացեք հասցնել ինձ, որ ես կարողանամ ձեր հարցերին էլ պատասխանել։ Մենք ժամանակ առ ժամանակ այդպիսի հնարավորություն տալիս ենք մեր ունկնդիրներին, որպեսզի կապվելով իրենց հետ, իրենց ուզող հարցերի վերաբերյալ մեր քննարկումները ուղիղ եթերով հանրայնացնենք։ Թե ինչու ես ակնկալում եմ ձեզանից հարցեր, իհարկե իմ մոտ էլի կան հարցեր, որ կուտակված են, դրանց էլի ես կանդրադառնամ, բայց ամենից առաջ ուղիղ եթերում իմ ունկնդիրների հարցերին եմ ուզում անդրադառնալ, որովհետև այն հարցերը, որոնք ինձ գրել են և այն հարցերը, որոնք ես ձեռքիս տակ ունեմ, հասկանալի է դրանք մեր մշտական հետևորդներն են, մեր YouTube-յան ալիքի մշտական հետևորդներն են, բայց եթե հանկարծ պատահում է այնպես, որ մեզ հանդիպում են այս ուղիղ եթերներում որոշակի անձիկ, որ առաջին անգամն են մեր հետ ասում, այսինքն պաշտամունքին մասնակցում, մենք ուզում ենք, որպեսզի այդ հոգիներին բացահայտենք մեր ով լինելը և մեր գործունեության շրջանակը։ Այնպես որ խնդրեմ ազատեք հարցերը ձեր ուղղելուն, իսկ ես կանդրադառնամ որոշակիորեն մի քանի հարցերին, ընթացքում հնարավոր է այդ հարցերին ես ամփոփ կերպով անդրադառնալուց հետո լսեմ ձեզ և խնդրեմ արդեն դուք ուղիղ եթերում կարող եք ինձ ուղղել ձեր հարցերը և ես որքան որ հնարավոր կլինի կպատասխանեմ ձեզ։ Այսպիսով ես ուզում եմ, որ սկզբում անդրադառնանք այն հարցերին, որոնք որ իմ մոտ արդեն կային, և այդ հարցերը հետևյալն են, վստահաբար գիտեմ, որ որոշները հիմա դեռ իրենց հարցերն են պատրաստում, որպեսզի ավելի կոմպակտ ձևով ինձ ներկայացնեն, բայց կա օրինակի համար այսպիսի հարց, որ եղբայրներից մեկն է ուղղել, և ես ուզում եմ, որպեսզի դա սկզբում ընթերցեմ, որից հետո կփորձենք հասկանալ, թե ինչն է խնդիրը։ Եղբայրը կարծում եմ ուղիղ եթերում է, չնայած կապի խնդիր իրենք ունեն։ Հովհաննես 17-րդ գլխի մեջ Հիսուսի աղոթքի մասին է խոսք գնում այստեղ, երբ որ հարցը հետևյալն է, որ Տեր Հիսուսը 6-րդ խոսքում ասում է քո անունը հայտնեցի այն մարդկանց, որ աշխարհիցը տվիր ինձ, քոնն էին և ինձ տվիր նրանց, և քո խոսքը պահեցին։ Եվ այնուհետև ներքևում 26-ի. Եվ ես քո անունը ճանաչեցրի նրանց և կճանաչեցնեմ, որ այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանցում լինի և ես էլ նրանցում։ Եվ հարցը հետևյալն է, որ անվան մասին է խոսում Տեր Հիսուս Քրիստոսը, որ հայտնել ու ճանաչեցրել է հավատացյալներին, քրիստոնյաներին, իբրև Աստծո անուն, արդյոք դա Եհովան է, թե ելից 3-րդ գլխում և այդպես ինքը եղբայրը այդպես նշել է, փորձել է հասկանալ, թե իսկապես քահանայապետական կոչվող այդ աղոթքի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ ասում է, որ քո անունը ես ճանաչեցրի, այդ ինչ անուն է։ Այնուհետև երկրորդ հղումը ելից 3-րդ գլխի մեջ և Մովսեսն ասեց Աստծուն, ահա ես գնում եմ Իսրայելի որդների մոտ և կասեմ նրանց, թե ձեր հայրերի Աստվածն ինձ ձեզ մոտ է ուղարկել, և երբ որ ինձ ասեն, թե ինչ է նրա անունը,
Ես ինչ ասեմ նրանց։ Եվ Աստված ասեց Մովսեսին. Ես եմ, որ եմ։ Եվ ասեց. այսպես ասիր Իսրայելի որդներին, ինձ եմը ուղարկեց ձեզ մոտ։ Հիմա հարցը հետևյալն է։ Խնդիրը հետևյալն է, արդյոք ասենք այդ քահանայապետական աղոթքի մեջ եւ առհասարակ մենք նոր կտականում հանդիպում ենք Եհովաբար, իհարկե չենք հանդիպում։ Հետևաբար միանշանակ ասել, որ Տեր Հիսուսը Եհովա անունով էր ճանաչեցնում աշակերտներին կամ իր հետևորդներին, սա իհարկե արմատապես շատ սխալ է։ Եհովա անունով Աստված հայտնի է եղել 5 տականում Իսրայել ժողովրդին եւ Եհովա նշանակում է հենց ես եմ որ եմ։ Ես եմ որ եմ։ Ինչ է նշանակում ես եմ որ եմ։ Առհասարակ պիտի ասենք, որ ես չեմ ուզի հունարենի թարգմանության մեջ գնալ եւ բերել այն տեղը, որտեղ հստակ գրված էր, որ երբ որ Տեր Հիսուսն ասում է, որ Աբրահամից առաջ ես եմ, այդ նույն միտքն է արտահայտվում, M-ն է, ինչ որ 5 տականում ինքը հանդիպեց, Տերը հանդիպեց Մովսեսին եւ Մովսեսն հարցրեց, ինչպիսի անունով ներկայացնեմ քեզ, Տերը ասեց, ասա որ M-ը ուղարկեց ձեզ մոտ։ Եկեք սկզբում մի հատ հարցի պատասխանենք եւ անցնենք առաջ։ Արդյոք Աստված անուն ունենալու կարիք ունի։ Տեսեք, միանգամից իմ հարցադրումը պատասխանն է։ Աստված անունի կարիք չունի։ Ինչու՞։ Որովհետև եթե մենք օրինակի համար հետևում ենք այն ընթացքին, որ Աստվածաշնչի մեջ մենք կարդում ենք Աստծուն տրված հատկանիշները եւ նրա անուն ենք անվանում այդ հատկանիշները, ասենք օրինակի համար զորաց Տեր անունով կամ հավիտենության հայր, խաղաղության իշխան եւ այլ, ասենք այդ հատկանիշները, որ մենք կարդում ենք, որ նրա անունի ցուցակի մեջ են, որոնց թիվը որոշները հաշվել են շուրջ 60, դրանք ընդամենը հատկանիշներ են։ Բայց հիմա խնդիրը հետևյալն է։ Մենք գիտենք, որ հեթանոսների պանթեոնում, իրենց կուրքերի շարքում, բազմաթիվ կուրքերի անուններ կան։ Յուրաքանչյուր կուրք ուներ իր անունը, հատկապես հունական աստվածությունների շարքում։ Եվ այդ անունները մեկը մյուսից տարբերելու համար է։ Ասենք, եթե նրանք երկրագործության աստված ունեին, եթե նրանք արևն էին պաշտում կամ որևէ աստղի, եթե նրանք ծովի եւ ջրի պաշտամունք ունեին, կրակի պաշտամունք ունեին, համապատասխան անուններ տալիս էին դրանց, որովհետեւ այդ ամենին իրենք աստվածներ էին անվանում։ Սակայն այդ անունները դրվում էր մյուսներից տարբերելու համար։ Իսկ միթե կա ուրիշ մի Աստված, որ Աստված անուն ունենար եւ ինքը համեմատվեր ուրիշի հետ։ Անունը ընդհանրապես տրվում է մյուսի հետ համեմատվելու կամ տարբերվելու մյուսներից։ Եվ քանի որ Աստված միակն է ու եզակին է, ինչպես կարող է նա անուն ունենալ։ Այս իմաստով նրանք, ովքեր որ հաճախակի Աստծո անուն հանդիպում են Աստվածաշնչում, թող սա շատ լավ իմանան, որ նրանք ընդամենը հատկանիշների հետ գործ ունեն։ Եվ այն ինչ որ հիմա պիտի ասեմ, գուցե որոշներին իսկապես շոկի ենթարկի։ Երբ որ Տեր Հիսուսին ասեցին, մեզ աղոթք անել սովորեցրու, Տեր Հիսուսն ասեց, երբ աղոթք կանեք, ասեք Հայր մեր։ Ահա Աստծուն դիմելու ձևը։ Հիմա այդ Աստվածը իրեն պաշտողների համար հայր է կոչվում։ Բայց միթե Աստված հայր կոչվելու կարիքն ունի։ Իհարկե ոչ։ Եկեք մի հատ այսպիսի խնդրին անդրադառնանք, երկինք երկիրը դեռ չէր ստեղծված։ Երկինք երկիրը դեռ չէր ստեղծված։ Տիեզերքը դեռ գոյություն չուներ։ Աստված ինքը հավիտենե ի վեր անսահմանության մեջ ժամանակից դուրս ինքը միշտ գոյություն է ունեցել եւ ունի, մշտագոյ է։
Հիմա եթե մենք այս կտրվածքով ենք նայում, որ մարդ գոյություն չունի դեռ, ինչպես է որ նա հայր կարող է կոչվել։ Ուստի մենք բացահայտում ենք մեր համար, որ Աստված մարդուն արարելուց հետո, տիեզերքը արարելուց հետո, իրեն մարդուն ճանաչելի դարձնելու համար, մարդուն ընկալելու եղանակով է հայտնվում։ Քահանայապետական աղոթքի մեջ Հիսուսը 6 անգամ գրեթե հայր բառն է օգտագործում։ Հայր։ Ամբողջ ավետարանների մեջ նա իր հորը իսկապես հայր անվանելով, իր կախումն է նրա հետ բացահայտում մեզ։ Եվ այստեղ ասում է հայր, ես քո անունը հայտնեցի, բայց այդ քահանայապետական աղոթքի մեջ, ոչ էլ ավետարանների մեջ, մենք որևէ տեղ չենք հանդիպում որևէ անուն։ Ուստի մեզ բավարարում է ընդամենը Աստծո որպես հայր անվամբ մեզի հայտնվելը։ Եվ ուրեմն սիրելիներ, երբ որ մենք այս կտրվածքով ենք հարցին մոտենում, ապա միանշանակ մեր համար բացահայտվում է մի շատ կարևոր բան, որ Աստված ինքը ուղղակի մարդուն հայտնվում է մարդու որպես սոցիումի ներկայացուցիչ, որովհետև մենք տեսնում ենք, երբ Ադամով եւ Եվայով նա ընտանիքի գաղափար բերեց, հետո զավակներ պիտի նրանք ունենային, վերջապես այդ զավակները պիտի կոչվեին որդիներ, ծնողները պիտի կոչվեին մեկը հայր, մյուսը մայր եւ այլն։ Նման սոցիալական կարգավիճակում մարդուն արդեն դնելով Աստված, նրա հետ հաղորդակցվում էր մարդուն երկրի վրա այդ սոցիալական իր պատկանելիության ընկալման շրջանակներում, որպես հայր։ Բայց ինչպես ես ասացի, դեռևս նյութական աշխարհը չարարած, ում հայրը պիտի կոչվեր Աստված։ Եթե այդ հայրը միայն միածին որդու համար էր հայր, մենք դա էլ ենք հասկանում։ Հիմա անցնենք մեկ ուրիշ կետին նայենք։ Ուրեմն մենք բացահայտեցինք մեր համար, որ Աստված հայր անունով, այդ անվան կերպով, մարդկությանը հասկանալի լեզվով է հաղորդակցվում նրանց հետ։ Մյուս կողմից էլ պիտի ասեմ, որ հայտնության գրքում շատ պարզ գրված է, որ Աստված նրանց, այսինքն փրկվածների, ովքեր երկնքում են գտնվում, նրանց ճակատների վրա մի անուն պիտի գրի։ Եվ Աստծո անունը, այդպես որպես պատկանելություն, բայց տվյալ դեպքում արդեն տվյալ անձանց իրեն պատկանելու խնդիրը, որտեղ եթե ճակատներին, ասում եմ, մի խիչ էր, այդ խիչի վրա գրված Աստծո անունը, նրանց ճակատներին պիտի գրվի մի անուն, Աստծո անունը, որ ոչ ոք չի կարող կարդալ, բացի նրանք, որ դա ընդունում են։ Ուրեմն այդ անունն էլ ըստ էության պատկանելություն է խորհրդանշում, թե այդ անձիկ ում են պատկանում։ Եվ այս դեպքում արդեն էլի մենք գործ ունենք, չնայած չի էլ գրված ինչ անուն է, որովհետև այդ անունը ապագայում միայն նրանց կտրվի, ովքեր դրան կարժանանան։ Դարձյալ մենք այստեղ տեսնում ենք, որ կարիք չկա, որպեսզի որևէ մեկը որևէ ձևով Աստծո անուն իմանա համեմատելու եւ տարբերելու մյուս աստվածներից։ Հիմա քանի որ մենք արդեն այս խնդիրը մեր համար բացահայտեցինք, ինչպես որ հայտնության գրքում մենք կարդում ենք, հայտնության 9:4-ում, եւ նրանց ասվեցավ, որ երկրի խոտին վնաս չտան, եւ ոչ մի խոտի, եւ ոչ մի ծառի, բայց միայն այն մարդկանց, որ Աստծո կնիքը չունին իրանց ճակատների վրա։ Ուրեմն Աստծո կնիքը այն ճակատների վրա, որոնք կնքվում են երկրի վրա, մի նպատակով է տեղի ունենում, որպեսզի ցույց տրվի պատկանելություն, ինչպես որ ներն է իր թիվը դրոշմը պիտի դնի նրանց, որոնք իրենը պիտի լինեն։ Այսպիսով պատկանելության խնդիր կա։ Եվ կարդում ենք հայտնության 22-րդ գլխի մեջ, ուզում եմ այդ տեղը լսենք, եւ ցույց տվավ ինձ մի մաքուր գետ,
կենթանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստծո եւ գարի աթոռից, եւ նրա հրապարակի միջումը եւ գետի այս կողմին այն կողմին կյանքի ծառ կար, որ 12 կեր պտուղ էր բերում, ամեն մեկ ամիս տալիս էր իր պտուղը, եւ այն ծառի տերևը բժշկում էր հեթանոսներին, եւ այլևս նզով բնավ չի լինի, եւ Աստծո եւ գարի աթոռը նրանում կլինի, եւ նրա ծառաները կպաշտեն նրան, ուշադիր հիմա լսեք, եւ նրա երեսը կտեսնեն, ուշադիր, նրա ծառաները կպաշտեն նրան, եւ նրա երեսը կտեսնեն, եւ նրա անունը նրանց ճակատների վրա, նրա անունը նրանց ճակատների վրա։ Եվ այսպես մենք բացահայտեցինք մեր համար, որ իրականում Աստված կնիք է դնում ճակատների վրա, եւ ես ասեմ, այն անձի ճակատը, որը կնքված է Տիրոջով, դա այդ ճակատն արդեն զբաղված է։ Ները այդ ճակատի հետ գործ չի կարողանալու ունենալ։ Այն ճակատները, որոնք կնքված են, Աստված արդեն իր կնիքը դրել է, ճակատ հասկացությունը մենք հասկանում ենք, որ այդ անձնավորության մեջ ամուր կերպով նստած է Աստծո խոսքը, նրա վարդապետությունը եւ հետեւաբար նա Տերը իր վավերացումն է անում այս անձի համար, որ դու իմն ես։ Ուրեմն ես կարծում եմ այսքանը բավարար պիտի լիներ։ Նույն ձևով մենք օրինակ կարդում ենք, որ Եզեկիել 9:4-ում, երբ որ քանդող գործիքները ձեռքը Եզեկիելը տեսավ, որ մտան այդ քաղաքը կործանողները, ապականողները, ուզում եմ այդ տեղն էլ կարդանք, 9-րդ գլխի մեջ, եւ մեծ ձայնով կանչեց իմ ականջներին ասելով. մոտեցեք ով քաղաքի վերակացուները, եւ ամեն մարդ իր ապականիչ գործիքը իր ձեռքին, եւ ահա 6 մարդ էին գալիս վերի դռան ճանապարհովը, որ դեպի հյուսիս է, եւ ամեն մարդ իր փշրող գործիքը իր ձեռին, եւ նրանց մեջ մեկ մարդ կար քթանի հագուստ հագած եւ մի գրագիրի թանաքաման մեջքին, եւ եկան ու կանգնեցին պղնձե սեղանի կշտին, եւ Իսրայելի Աստծո փառքը վեր բարձրացավ այն քերոբեի վրայից, որի վրա որ էր, դեպի տան սյամը, եւ կանչեց այն քթանի հագուստ հագած մարդին, որ գրագիրի թանաքաման ուներ մեջքումը, եւ Տերը ասեց նրան. անցկաց քաղաքի միջովը, այսինքն Երուսաղեմի միջովը, եւ նշան դիր այն մարդկանց ճակատներին, որ հառաչում եւ ողբում են նրա միջումն արած բոլոր պղծությունների համար։ Մյուսներին ասեց իմ ականջների առաջին. գնացեք նրա ետևից քաղաքի միջովը եւ զարկեք, ձեր աչքերը չխնայեն, չողորմեք, ծերին, երիտասարդին, կույսին, երեխային, կանանցը սպանեցեք, փչացրեք, բայց ամեն ով որ վրան նշանը լինի, նրան մի մոտենաք եւ իմ սրբարանիցը սկսեք։ Ուրեմն սիրելիներ, մենք այստեղ մեկ անգամ եւս տեսնում ենք, որ Աստված իր ընտրյալների ճակատների վրա կնիք է դնում։ Եվ հատկանիշները որոնք էին, ովքեր հեծեցում, աղաղակում էին, սուք էին անում Երուսաղեմի անօրենությունների համար։ Եվ նույնպես մենք հայտնության գրքի մեջ ենք տեսնում, քիչ առաջ որ լսեցինք, երբ որ այս ամենը մենք ամփոփում ենք մեր ասենք ավետարանական սկզբունքով, մենք հստակ տեսնում ենք մի բան, որ հայտնի բաները մեզ վերաբերում են, ծածուկ բաները Աստծուն են վերաբերում իհարկե, սակայն այն բաժինը, որ Աստծո կնիքը իր վրա ունենալով երկնքում պիտի լինի, մենք լսում ենք այդ մասին, որ նրանց ճակատների վրա պիտի գրվի նրա անունը։ Բայց ելի եմ կրկնում, այդ անունը ընդամենը պատկանելություն կարող է խորհրդանշել։ Հիմա, երբ որ մենք անդրադառնում ենք Տեր Հիսուսի քահանայապետական աղոթքի մեջ, երբ որ ասում է քո անունը հայտնի արեցի այս մարդկանց եւ ընդունեցին եւ այլն, մենք ընդամենը բավարարվում ենք առայժմ այսօր այսքանով, որ Աստված մեր հայրն է։ Եթե որևէ մեկը ուզում է ասել որն է Աստծո անունը,
նախ մենք դրանով ենք հիմնավորում, որ Աստված չի կարող մի անուն ունենալ հեթանոսական կուրքերից տարբերվելու համար։ Նա իր անունը այդպես չի հռչակում եւ ասում, այն մյուս կուրքերի անունները Աստված չեն, ես եմ Աստված։ Այդպես ինքը Սատանան է արել, երբ որ տվել է Եհովայի վկաներ կոչված այդ կազմակերպությանը, իբրև Աստծո անունը Եհովա է։ Եվ դրանով իսկ ինքը մի հատ կուրք է մատուցել դրանց եւ նրանք այդ անունն են պաշտում։ Իբրև թե սա է նրա անունը եւ վերջ։ Կարծում եմ այսքանը բավարար մենք պիտի համարենք, ավելացնեմ եւս մի բան։ Երբ որ ես նոր էի ապաշխարում, իմ մոտ այդ նույն հարցը առաջանում էր։ Ասում էի լավ, այս մարդիկ հայհոյում են Քրիստոսին։ Ինչի է Աստված թույլ տալիս, որ իրան հայհոյեն։ Միթե Աստված այդպիսի անուն ունի եւ այդ անունը ինքը մարդկության առջև է դրել, մինչդեռ Աստծո ասում է, որ ինքը իր մարգարիտները խոզերի շների առաջ չի գցում, հետևաբար ինչն է պատճառը, որ մարդիկ հայհոյում են, իսկ Աստված լուռ է մնում։ Սա ինձ հետաքրքրում էր։ Եվ մի գեղեցիկ օր, երբ որ այն ամենը ինչ որ ես ձեզ ասացի, որ Աստված ծածուկումն է անմերձենալի լույսի մեջ, եւ նրա անվան վերաբերյալ ինչ որ ինձ արդեն հասկացվեց, ես հասկացա, որ Աստված երբեք չի հայհոյվում, ծաղր չի լինում։ Անգամ երբ որ Տեր Հիսուսը ասեց իր հասցեին, որ ամեն մեղք կներվի, բայց Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը, անգամ մարդու որդու անունին էլ ինչ որ ասեք էլի կներվի։ Այսինքն եթե դուք Քրիստոսի անվանը հայհոյում եք, ով մարդ չհասկանալով անգամ, ես պատրաստ եմ էտել ներելու, բայց տվյալ դեպքում, ինչպես կարդում ենք, Աստված ծաղր չի լինում, բայց Քրիստոսը ծաղր եղավ, որովհետև Քրիստոսի մարդեղության վերաբերյալ ենք մենք խոսում։ Ուրեմն Քրիստոս մարդուն հայհոյողները ներում են ստանում, երբ որ ապաշխարում են։ Սակայն երբեք Աստծուն որպես անունով մեկը ոչ մեկը չի կարող նրան հայհոյել, որովհետև այդ անունը բացահայտված չէ մարդկության համար։ Ես այստեղ արդեն տեսնում եմ բավականին հարցեր եւ հիմա հարցերից մեկը հետևյալն է. բարև ձեզ, ինչպես կարելի է տարբերել ճշմարիտ եւ արթուն Քրիստոսի եկեղեցիները։ Այս հարցի վերաբերյալ ես ունեմ շատ հստակ պատասխան։ Եթե փրկության վարդապետությունը որևէ հարանվանությունում ավետարանական հիմքով քարոզվում է, իսկ որն է փրկության վարդապետության ավետարանական հիմնադրույթը։ Պետրոս Սարաքյանին, երբ որ Պենտեկոստեի տոնակատարությանը հավաքված այդ ժողովուրդը հարցրեց, ինչ անենք մարդիկ եղբայր, շատ պարզ բան ասեց Պետրոսը, ինչ է պետք անել փրկվելու համար։ Ապաշխարել, մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ ասեց Սուրբ Հոգու պարգևը կառնեք։ Այսպիսով, եթե մկրտական եկեղեցին, ապաշխարություն, վերստին ծնունդ եւ ջրով մկրտություն ինքը այս վարդապետությունը մաքուր ձևով էլի մատուցում է, մարդիկ վերստին ծնվում են, չի կարելի ասել, որ այդ եկեղեցում ճշմարտություն չկա։ Այդ եկեղեցում փրկության վարդապետությունը կա, ճշմարտությունը կա եւ մարդիկ փրկվում են։ Նույնպես ավետարանական թևը, բողոքական թևը ներկայացնող ցանկացած եկեղեցներ, լինի խարիզմատ եկեղեցի, լինի հոգեգալստական կամ պենտեկոստալ անունը կրող, ինչ անուն ուզում եք կրեն, եթե լեզուներով էլ աղոթելու այդ պարգևի վարդապետական այդ մասն էլ ընդունում են, էլի վերադառնում ենք, եթե ապաշխարությունը, վերստին ծնունդը եւ ջրով մկրտությունը եւ Սուրբ Հոգով մկրտությունը առավելապես այդ եկեղեցիներում տեղի ունենում մարդիկ փրկվում են։ Սակայն երկրի վրա որևէ մի եկեղեցու անվանել, որ այս եկեղեցին ճշմարիտ եկեղեցի է, իհարկե ճիշտ չէ։ Որովհետև յուրաքանչյուր եկեղեցի ունի Աստծուց իրեն տրված ճշմարտության որոշակի չափանիշներ, չափորոշիչներ։
մեկը մի մնաս ունի, մեկը 2 եւ մեկը 5։ Հիմա մեկը բավարարվել է փրկության վարդապետությամբ եւ դրա մեջ ինքը կանգ առել։ Մյուսը մտածել է, որ ունեցած մնասը պիտի շահարկվի եւ դա շահարկվել է եւ արդյունք է բերել։ Մեկ ուրիշը շատ ավելի սրբացման է ուզում գնալ, ասենք օրինակ մի եկեղեցի կառավարվում է մի հովվով, մի ուրիշ եկեղեցի կառավարվում է բացի հովվից նաև մյուս սպասավորների, պարգևի պաշտոնների, ասենք, գոյությամբ, սակայն կա եկեղեցի, որ ամբողջ ունի առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ եւ վարդապետներ։ Եվ գրված է Քրիստոսի լման հասակ ունենալու, հավատքի բոլոր լրմանը հասնելու համար, կատարելության հասնելու համար։ Հիմա եթե մի եկեղեցում այս պաշտոնի 5 պարգևները գործում են, իհարկե սա ամենալավ, ամենաճիշտ հիմքի վրա դրված եկեղեցին է։ Սակայն չմոռանանք, որ ճշմարիտ եկեղեցիներ գոյություն չունեն, գոյություն ունի մի ճշմարիտ եկեղեցի, որի կառույցի հեղինակը անձամբ Քրիստոսն է եւ նա ոչ մեկին չի վստահել այդ եկեղեցու կառուցումը։ Հիմա իմ հորդորս որն է։ Իմ հորդորս սա է։ Եթե փրկության վարդապետությունը իրապես ճիշտ ձևով որևէ հարանվանության մեջ մատուցվում է, խոսքս վերաբերում է սրան, որ իրականում մարդու սիրտը կոտրվել է, մարդը վերստին ծնունդ է ապրել, շրջադարձ է տեղի ունեցել, զղջում է տեղի ունեցել, վերստին ծնունդի հրաշք է տեղի ունեցել։ Ես մեկ երբ որ հարցնում եմ մարդկանց, ասում եմ, հիշում ես քո վերստին ծնունդը, ասում է, չէ, ասում եմ, դա նորմալ չի։ Եթե որևէ մեկը ինձ ասում է, որ իր վերստին ծնունդը չի կարողանում հիշել, թե այդ հրաշքը ինչպես է տեղի ունեցել, ուրեմն ինքը վերստին ծնունդ էլ չունի։ Որովհետև դա մի հատ հրաշք է, շրջադարձ է, որ մարդու էության մեջ տեղի է ունենում, եւ դա անհնար է, որ մարդը մոռանա այդ օրը, որովհետև դա է վկայվում։ Պողոս առաքյալը 3 տեղ գործք առաքելություն տեսնում ենք վկայում է իր դարձը ոնց է եղել։ Ես չեմ ասում, որ անպայման տեսիլք տեսնել Քրիստոսին, այդպես տեսանելի դաշտում ունենալ եւ այլն, բայց ոչ։ Նիկոդեմոսին Տեր Հիսուսն ասեց. «Քամին որտեղից է գալիս, ուր է գնում չգիտես, այսպես է ամեն հոգուց ծնվածը, նրա էֆեկտը, նրա ազդեցությունը, նրա քո մեջ գալը, եւ ինչպես գրված է, եթե մեկը հոգուց եւ ջրից չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել, տեսնել եւ մտնել, երկուսն էլ ասում է, հետեւաբար սեներ, եթե որևէ մեկը իր կյանքի ճիշտ շրջադարձի օրը չի հիշում, լավ օրը չի հիշում, կամ ժամանակը չի հիշում, բայց վկայությունը, եթե ինքը չի կարողանում տալ, որ ես այդ օրը մի ժամ առաջ ուրիշ էի, բայց ահա դրանից հետո ես տեսա իմ ամբողջ էությամբ իմ փոխվելը, երկինքն եկել էր իմ մեջ եւ այլն, տարբեր մարդիկ տարբեր կերպ են սա վկայում, ուրեմն այդ մարդը վկայություն չունի եւ վերստին ծնունդ էլ չունի։ Հնարավոր է խանդավառվել է։ Այ եթե իսկապես մարդը վերստին չծնված, ինչպես ես բազմաթիվ անգամներ ասել եմ, այս գրքում նրանք ուրիշ միտք ունեն գրքում, որ ես հրատարակել եմ, այստեղ ես արձանագրել եմ այդ փաստերը, որոնց ես ականատես եմ եղել։ Ծխող, խմող, ամբարիշտ մարդկանց գնում էին պլաժում, այսինքն ծովափում, մարդկանց տանում հագցնում էին հանդերձներ, այդպիսի ես Մերձբալթյան երկրներից մեկում գնացել էի, բոնկին պիտի գար քարոզեր, նրա ժողովին էի ուզում մասնակցեն, բայց ես տեսա այնտեղ ինչ որ մարդիկ, որոնք այդպիսի իբրև թե ծառայություններ էին անում։ Սիրներ, երբ որ ես մոտեցա այդ մկրտություն անողին, ես ասացի, դուք համոզված եք, որ հիմա այդ մարդիկ ապաշխարեն են, ասեց, մենք գործ կառաքելոցի 2-րդ գլխի համաձայն ենք անում, նույն օրը Պետրոսը մկրտեց այդքանին։ Ասում եմ, լավ, գրված է, հետևում էին առաքյալների վարդապետությանը, աղոթքներին, հաց կտրելին, հաղորդությանը եւ այլն։ Ասեց, դա մեր գործը չի արդեն։ Եթե այսպիսի քարոզիչներ կամ փախեք այդ մարդկանց, փախեք այդպիսի եկեղեցիներից։ Եթե այդ մարդիկ իրենց նոթատետրում միայն եկեղեցիների թվի ավելացման խնդիր են լուծում։ Այսպիսով, երբ որ հարցին թե ինչպես տարբերել ճշմարիտ եւ արթուն Քրիստոսի եկեղեցիներին, մեկ հարցով կարելի է պատասխանել։ Իսկ ինչպիսի վերաբերմունք ունի տվյալ եկեղեցին մեղքի նկատմամբ։ Այո, նայկի համար սկսենք նրանից, որ
ավետարանական վարդապետությունից դուրս մատուցվում է այսօր բազմաթիվ ծառայություններ։ Ավետարանական սկզբունքներից դուրս այսօր մարդկանց քրիստոնյայի բարքերը բացարձակապես հաճախ չի տարբերվում աշխարհիկներից։ Էլ չեմ ասում, որ ակնհայտորեն այս անձնավորությունների կյանքում 5 կտակարանյան սպասավորություն է տեղի ունենում։ Ահարոնի քահանայությունը բերվել է։ Այսինքն խոստովանությունների շարք, տասանորդներ եւ այլն։ Նման եկեղեցիները եթե համաձայնությամբ են եկել դրան, որ այդպես են իրենց ծառայությունը մատուցում, դա իրանց խնդիրն է, բայց ոչ սուրբ գրային են դրանք։ Հետևաբար նրանք էլ որ ապաշխարում վերստին ծնվում եւ փրկվում են, այդ եկեղեցիներում նրանց փրկությունն էլ արդեն վտանգվում է, որովհետեւ ճիշտ վարդապետությամբ արդեն չի շարունակվում նրանց հոգեվոր ընթացքը։ Ես ուզում եմ մի բան ասել, էլի այնուամենայնիվ սրա մասին շատ ենք խոսում, բայց Աստծո խոսքն ասում է արդարին ընդունողը արդարի վարձ կառնի։ Մարգարե ընդունողը մարգարեի վարձ կառնի։ Հիմա եթե այն անձնավորությունը, որ ասենք եկեղեցին առողջ չի, բայց ինքը նպաստում է այդ եկեղեցու գոյությանը իր ֆինանսական տասանորդի եւ այլնի չափով, եթե այդ եկեղեցին այնուամենայնիվ մաքուր վարդապետությամբ սրբացման չի տանում այդ ժողովրդին, այլ անվանում է մենք սուրբերի եկեղեցի չենք, այլ մենք Աստծուն սիրողների եկեղեցի ենք, սեներ, ես չեմ կարողանում դա հասկանալ, դուք որտեղ եք դա հանդիպում, սա ահազանգ է։ Մեզ Աստված կանչել է սուրբերի եկեղեցի լինելու։ Դու ով ես, որ ասում ես ես ուզում եմ Աստծուն սիրողների եկեղեցի լինել։ Դու ով ես, որ Աստծուն կարողանաս սիրել։ Աստծո խոսքն ասում է մարդը չի կարող իմանալ թե սերը եւ թե ատելությունը։ Թեպետ Տեր Հիսուսը ինքը պարզ ասեց այդ մասին Պետրոսին. Սիրում ես ինձ ավելի քան դրանք։ Եվ Պետրոսի 3 պատասխանն այնուամենայնիվ չբավարարեց Տիրոջը։ Որովհետև Տերը ասեց Պետրոս, կծերանաս, կտանեն այնտեղ, որտեղ չես ուզի գնաս։ Բա ուր էր այդ սերդ, որ այնուամենայնիվ ես քեզ մարգարեաբար ասում եմ, դու խնդիր ունես, Պետրոս։ Թե պետք է ծառայես ինձի։ Եվ թեպետ Տերն ասում է, որ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ կարողությամբ, այնուամենայնիվ մենք համոզվում ենք Աստծո խոսքը մեզ ասում է այդ մասին, որ 10 պատվիրաներից էլ ոչ մեկն էլ, մեկը եթե չես կատարել, մյուսներին էլ պարտական ես։ Մարդը վիճակի չի հասկանում, բայց դու այսօր խաբվել ես եւ մտածում ես Աստծուն սիրում ես եւ Տերն էլ ստորագրում է քո սիրելու տակ, ասում է ապրես, այդքան էլ մնա։ Եվ քո սերը թե ինչպես ես դրսևորում Աստծո հանդեպ, քեզ այդ հարանվանության մեջ ինչպես են սովորեցրել, դու այդ բարքերին ինչ որ բաներով բավարարում ես, բայց որ գրվածն ասում է Աստվածային սերը Աստված փռեց մեր մեջ Սուրբ Հոգու ձեռով է։ Սուրբ Հոգու ձեռով է։ Հասկանում եք, սա լրիվ ուրիշ բան է։ Սա նախ բերում է եկեղեցուն Քրիստոսի մարմնի գիտության մի ավելի խորը գիտակցման։ Եվ Աստծո երկյուղը իջնում է յուրաքանչյուր անհատի վրա։ Եվ յուրաքանչյուր անհատ, եկեղեցու յուրաքանչյուր անդամ մեծ երկյուղով, ահով եւ դողով է վերաբերվում իր եղբոր եւ քրոջ նկատմամբ։ Խեղկատակությունները, ծաղրուծանակները, աշխարհային սովորությունները, այն բոլոր հաճախ արհեստներ կան, մասնագիտություններ կան, որ մարդիկ աշխարհից գալիս են եւ պետք է իսկապես ֆունդամենտալ կերպով այդ ամենից հրաժարվել, բայց ասում են չէ, քո վաստակը դրանից է, բայց մեկ են մեկ եւ շարունակում են, թե ասենք դերասանը բեմերում ինչ կանի, դա արդեն ուրիշ խնդիր է։ Օսրելներ, մենք լրիվ ուրիշ աշխարհում ենք այսօր ապրում, որը բացարձակապես հեչ կապ չունի այն քրիստոնեության հետ, որ առաջի դարում եղել է։ Օրինակ, առաջի դարում, եթե որևէ քարտաշ եղբայր կանչեին իրան մեծ գումար տային եւ ասեին, գիտես ինչ, Զևսի արձանն ենք մենք ուզում կառուցել իր համար ձուլել եւ իր համար մի հատ տաճար ենք շինում կամ Յուպիտերի կամ էլ էս մեկ են մեկի եւ ինքը գնար ուղակի հանուն փողի այդ կռատունը շիներ, այդպիսի անձնավորությանը եկեղեցուց դուրս էին անում։ Նրան ընդհանրապես հեթանոս մաքսավոր էին հայտարարում։ Կան սահմաններ, որ այսօր մարդը հաճախ չի ճանաչում, թե ինչպես է ինքը վաստակում, առանց հասկանալու, որ ինքը Աստծո դեմ հանցանք է գործում։
Կամ օրինակ, եթե որևէ մի գլադիատոր ապաշխարել է, նա սիրում էր ամֆիթատրոնում կրկեսում աշխատել։ Դա իր եկամուտն էր, նա սպանում էր գազանների եւ փողեր առնում։ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է այդ մասին։ Եվ նաև առաջի դարի փաստաթղթեր կան, պատմական գրականություններ կան, որ առաքյանների աշակերտներից թողած, նույնիսկ աշխարհիկ պատմիչներից թողած հիշատակություններ կան, որ եթե որևէ մեկը որ ապաշխարում էր եւ ինքը շարունակում էր գլադիատորական մարտերը, այդպիսին պետք է եկեղեցուց կտրել ընդհանրապես։ Կամ քահանան, որը խորանում ծառայում էր եւ հիմա ապաշխարել է, վերստին ծնվել, Սուրբ Հոգով է մկրտվել։ Պողոս առաքյալն ասում է, կամ այնտեղ եղի, կամ այստեղ եղի։ Ասում է, սեղան ունենք, որ խորանում ծառայություն անողները իրավունք չունեն օգտվելու։ Հիմա քահանաներից շատերն էլ գրված է ապաշխարում էին։ Այսպիսի հարցերի առաջ եկեղեցին կանգնած է եղել եւ ինքը մեծ, այդպես թանկ, այդպես իրենց ամեն մեկը սուրբերը իրենց կյանքով են հատուցել հաճախ, բայց երբեք Տիրոջ խոսքից դուրս չեն եկել։ Այսօր մենք տեսնում ենք ազատությունը համատարած։ Ով ինչպես ուզում է, ով ինչ կերպով, աշխարհի ինչ տեսքով եւ այլն, ինչ ձևով կլինի, դա ոչ մեկին այլևս չի հուզում։ Եվ դրա համար պատասխանը մեկն է։ Փրկության վարդապետությունը, երկրորդ մեղքի նկատմամբ վերաբերմունքը եւ Քրիստոսի ավետարանական ճշմարտությունները ընդունելը եւ սրբացման ուղին վերցնելը։ Եթե այս ամենը չկան, ապա այդ եկեղեցիները որոշակի թերություններ ունեն։ Հայտնության 7 եկեղեցիներն էլ թերություններ ունեին եւ Տերը ամենքին հորդորում է։ Սակայն այն եկեղեցին, որի մեջ դու այսօր կանչված ես լինելու, որ Տերն է կառուցում, չի բացառվում, որ այդ հարանվանությունների միջից դու էլ որևէ մեկն ես, որի հոգևոր կյանքի սպասավորության ամբողջ հեղինակությունը Տեր Հիսուս Քրիստոսը, Աստծո խոսքը եւ Սուրբ Հոգին իրանք համահունչ կերպով այս մարդու կյանքում գործում են։ Դրա համար իմ կոչն է, որ եթե դուք բավարարված եք ձեր հարանվանական պատկանելությամբ, ապա ռիսկի եք դիմում, երբ անձնապես չեք ուզում ավելի սրբանալ, ավելի մոտենալ եւ Տիրոջ ձայնը լսել, որի հնարավորությունը մենք ունենք։ Մյուս շատ կարևոր մի հատ բան եմ ուզում ասել այստեղ, որ հստակ գրված է, եւ սա ասում եմ իմ ունկնդիրների մի ստվար բազմությանը, որոնք առանձին են եւ առանձին են ոչ թե իրենց մեղքով, այլ այդպես է ստացվել։ Կան մարդիկ, որ առանձնացել են եւ հիմա մեղքի մեջ են, ինչի եմ ես համարձակ ասում, այսօր ես գիտեմ, շփվում եմ իմ ունկնդիրների հետ, մարդիկ կան 30-40 տարով հավատացել են, Սուրբ Հոգով էլ մկրտվել են, բայց ջրով չեն ուզում մկրտվեն։ Պարզ գրված է, ապաշխարեցեք, մկրտվեցեք եւ Սուրբ Հոգու պարգևն առեք։ Լավ, Կորնելիոսի տանը Սուրբ Հոգու պարգևն առան, բայց ասես ջուրն էլ պետք է։ Անպայման ջրի մկրտությունը պիտի տեղի ունենա։ Բայց եթե այդ հոգիները հիմա մերժում են ջրով մկրտությունը, ապա ինչպես են պատասխանելու Տիրոջը, երբ որ Տիրոջ խոսքը այստեղ Մարկոս 16:16-ում ասում է շատ պարզ։ Տեսեք ինչ է գրված։ Ով որ հավատաց եւ մկրտվեցավ, կփրկվի։ Եվ ով որ չհավատաց կդատապարտվի։ Սիրելիներ, հավատա Հիսուսին, շուրթերով դավանի եւ փրկված ես եւ այլն եւ այլն։ Հետո, բայց ինչ է գրված։ Գրված է շատ պարզ ասում է, ով որ հավատա ու մկրտվի, կփրկվի։ Հիմա դու լեզուներով խոսում ես, չես խոսում, դա լրիվ ուրիշ խնդիր է։ Լեզուներով խոսելը քո փրկության հետ հեչ կապ չունի, դա պարգև է, արդեն իսկ փրկված են։ Հիմա եթե դու այդ գիտությունը ունենալով հանդերձ մերժում ես, վաղը միսօրը պիտի կանգնես Աստծո առաջ եւ մկրտության վարդապետությունը, որը դու ոտնահարել ես, իրոք քո կյանքում շատ մեծ վրիպում կունենաս դու։ Եվ ով գիտի, դրանից հետո ինչպիսի պատասխան կստանաս Տերից։ Ուրեմն սեներ ես ընդամենը այդպես ընդհանուր գծերով ներկայացրեցի, թե ինչպիսին է եկեղեցին եւ Աստված ինչպիսին է ուզում տեսնել իր եկեղեցին։ Եվ կարծում եմ այստեղ քույրիկ կա, որը ինձ գրել էր
ես ջրով չեմ մկրտված կհափշտակվեմ, թե չէ, իհարկե ոչ։ Իհարկե ոչ չես հափշտակվի։ Իսկ եթե չհափշտակվես, դա նշանակում է, որ կմնաս ների տիրապետության տակ արդեն քո դավանության, քո խնդիրների եւ այլնի հետ կարելի ասել մենակ։ Առաջանցնելով մի բան էլ ձեզ ասեմ։ Եթե այսօր մենք ջրով մկրտության այդ վարդապետությունը կապում ենք նաեւ մեր իրավիճակի հետ, օրինակ կան քույրեր, որոնք ասում են. հալածվում եմ եղբայր, տնից թույլ չեն տալիս դուրս գամ, այս մեկեն, հա գրված է, վախկոտները չեն կարող մտնել երկինք։ Եթե դու Քրիստոսին լիարժեք ճաշակած լիներ, դու չէիր կարող այդպես խոսել։ Ուրեմն նշանակում է քո հավատքի ընկալումը, քո ճաշակի ընկալումն է։ Եվ ոչ թե Աստծո խոսքի համաձայն։ Իսկ ով ասեց, որ չեն լինելու տնից հալածողներ, գրված է մարդուց թշնամին անգամ տնից կլինի, գրված է։ 2-ը 3-ի դեմ, 3-ը 2-ի դեմ։ Հիմա քո փրկության խնդիրն է։ Եթե դու այսօրվա դրությամբ մտածում ես, որ իբրև թե ինչ շարժարիտներով մեղմացնում ես քո կացությունը եւ ասում ես դե հավատում եմ Աստծուն, Աստված տեսնում է իմ վիճակը, ես էս եմ, են եմ, ո սիրելիս։ Ես քեզ ուզում եմ մի հետաքրքիր բան էլ ցույց տալ, որը մի քիչ ծանր կլինի ընդունես։ Այն ազնվորությունները, որոնք հավատքի մեջ թույլ են, իհարկե ես համոզված եմ, որ Աստված բոլորի զորանալն է ուզում տեսնել։ Ուզում է, որ ամենքս զորացած լինենք։ Սակայն այն անձիկ, ովքեր որ իրենց երկրի վրա ապրելու կենթանության տարիների մեջ համառում են իրենց անկալումների մեջ կամ իրենց համոզմունքների մեջ կամ նույնիսկ մեղքերի մեջ, ինչպես Կորինթացիս թղթում Պողոս առաքյալը խոսում է այդ մասին, որ ինչ էր տեղի ունեցել, որ տեղի է ունեցել մի բան, հաղորդության պաշտամունքը էտել ասեն, որ եթե մեկը ջրով չի մկրտված, եկեղեցու անդամ չի, հաղորդություն էլ չի վերցնում, Հիսուս գիրքն ասում է այդ մասին, որ Հիսուսը ասեց, ես եմ երկնքից իջած հացը, եթե իմ մարմինը չուտեք, իմ արյունը չխմեք, կյանք չունեք ձեր մեջ։ Իսկ սա անում էին հին գտակարանում, օրինակ Զատիկը արվում էր թլպատվածները։ Նոր գտականի թլպատությունը Հիսուսի հետ ուխտի մեջ մտնելը ջրով մկրտությունն է, որ Քրիստոսի եկեղեցուն հարելու արտաքին խորհուրդն է հանդիսանում։ Եթե այս օրինական ճանապարհով դու չես անցել եւ հաղորդել չես Քրիստոսի մարմնին ու արյանը, ել որտեղից քո փրկության մասին կարելի է խոսել։ Որտեղից դու հավիտենական կյանք ունես եւ Տերն ասեց այդ դեպքում պիտի ունենաս։ Եվ 11 գլխում Կորինթացիս թղթում գրված է, որ հաղորդությունը շատ վատ են անում, հարբում են, չգիտես ինչեր, մարդիկ չեն հասկանում, Աստծո երկյուղը չկա։ Եվ առաքյալն ասում է, որ այս պատվիրելով ես չեմ գովում, որ դուք ոչ թե դեպի լավագույնը, այլ դեպի վատթարն եք ժողովում։ Որովհետև նախ եւ առաջ, երբ որ մեկտեղ եք ժողովում եկեղեցու մեջ, լսում եմ, որ բաժանումներ կան ձեր մեջ։ Մասամբ էլ հավատում եմ։ Եվ նաև ինքը ասում է, որ մեկը ընթրիք անում, մեկը հարբած է, սա եկեղեցին նոր էր կայանում եւ ամեն ինչ չէ, որ միանգամից է տրվել եւ Աստծո հոգին առաքյալին առաջնորդել է, որպեսզի գրի ներ եկեղեցական կյանքի սրբության ու մաքրության մասին։ Այդ չեմ ուզի մանրանամ, թե հաղորդության պաշտամունքը տարբեր եկեղեցիներ ինչպես են անում։ Սա էլ առանձին թեմա է, բայց ես ուզում եմ մի բանի մասին այսօր խոսել։ Այսօր շատ են սիրում խարիզմատները լրիվ ամեն հիվանդների վրա գնալ։ Հենց հիվանդ են տենում միանգամից վրա են տալիս, որպեսզի այդ անձնավորությունը բժշկվի։ Այ մարդ, հենց մի հատ կանգ առեք։ Անպայման մարդկանց էկրաններով եւ այլն հորդորում են բժշկվելու, վատ բան չեք ասում։ Բայց տեսեք մի պարագա կա, եթե դու չունես հոգիների զանազանություն, դու հրապարակային այդպես ասում ես Քրիստոսի վերքերով բժշկված ես, շատ լավ է որ անում ես ու մարդը հավատում է եւ բժշկվում է, բայց ես ասում եմ եկեղեցու անդամների մասին։ Ապա ուշադիր նայեք։ Սուրբ Գիրքն ասում է, որ ուրեմն թող մարդ փորձե իր անձը, ապա այն հացից ուտե եւ այն բաժակից խմե, որովհետեւ անարժանությամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չի որոշում Տիրոջ մարմինը։ Նրա համար էլ ձեր միջումը շատ հիվանդներ եւ ցավագարներ կան։ Պատճառ կա այստեղ։
թե եկեղեցու անդամը ինչու է հիվանդացել, ինչի չի բուժվում, եւ ասում է, շատերն էլ ննջած են, այ քեզ բան։ Հաղորդության պաշտամունքին եկեղեցում իրենց վարք ու կանոնը մի մասը ասենք իր մեղքից չազատվելով, եկեղեցին չորոշելով, մարդ իր սրտում մեկի հետ անհաշտ լինելով, վերջապես ամենատարբեր խնդիրներն ունի այս անձը, սակայն եկել է պահը եւ այս անձնավորությունը ինչ է եղել, հիմա անկողնում է։ Եվ հիմա դու գնում ես նրա համար աղոթում ես, որ բժշկվի։ Ուշադրություն դարձեք ինչ է գրված։ Դա այն աշխատանքն է, որ Տերը տանում է, դու խաբար չես ով հովիվ, բայց դու գնում ես քաղցր-մաղցր խոսում եւ մի բան էլ տվյալ անձնավորության մեղավոր վիճակը ավելի է սվաղում։ Հիմա տեսեք ինչ է գրված։ Շատերն էլ ննջած են։ Տեսեք բանալին այս ամենի 31-րդ խոսքն է, որովհետև եթե մեր անձերը դատեինք, չէինք դատապարտվիլ։ Այս հիվանդությունները համարվում է դատապարտություն, ումից, Աստծուց, բայց դատվելով Տերիցը խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։ Այսպիսով կան հիվանդություններ եկեղեցու անդամի, որը պետք է միայն ստուգել ու քննել ինչն է պատճառը, որովհետև Աստված այդ մարդուն խրատում է, դու մեջտեղ ես ընկել, ասում ես բժշկվի։ Աստված իրան ճնշել, խոնարհեցրել, բերել է մի վիճակի, որպեսզի այս անձնավորությունը խոնարհվի։ Հասկանում եք, ընդ որում այդ դատապարտությունը այն գինն է, կարելի է այսպես ասել։ Չի ասվում, որ մարդը կորուստ է գնում։ Ինքը արդեն դատը կրում է այստեղ իրա, բայց ինքը փրկվում է։ Այստեղ չի գրված այդ դատապարտությունից հետո ինքը դժոխք գնաց, կորուստ գնաց, ոչ։ Եվ ցավալին սա է, որ շատ հիսունականներ այսպիսի հույսով են ապրում, էլի։ Դե Տերը կսրբի, կմաքրի, կտանի, իհարկե։ Դրա համար էլ անկողին ես ընկնում եւ անկողինում ցավագար լինելով այդպես ննջում ես գնում։ Իհարկե ես սա չեմ ընդհանրացնում, բայց քո շուրթերով դավանելով Տերը կմաքրի, կսրբի, կտանի, իմացած եղիր, որ Տիրոջն ասում ես խրատի ինձ, իսկ Տերն էլ հաճախ կարող է կպնել մարմնիդ։ Եվ սա Տերիցն է լինում, շատ պարզագրված։ Դու գալիս ես ու սատանայի վրա հոխորտում ես, այն մարդ գործ չունի ինքը այդտեղ, սա Տիրոջ թույլտվությունն է, տվյալ անձը, որպեսզի ապաշխարի։ Թող Աստված մեզ օրհնի, որպեսզի մենք կարողանանք իսկապես այս ամենը տարբերել ու զանազանել։ Ուզում եմ հարցը մի հատ ճշտեք, այստեղ ինչ որ մեկը հարց է գրել, 100% չգիտեմ, էլ ինչ է այնտեղ շարունակել, դուք եք վճարում, թե ինչն ենք վճարում, չգիտեմ, խնդրում եմ մի քիչ ավելի պարզաբանեք։ Ուրիշ ինչ հարցեր ունենք, ես այստեղ նայում եմ հերթով։ Իհարկե շատ ամբարիշտ արտահայտություններ կարող եք անել, սակայն սա ձեզ պատիվ չի բերում, մենք Աստծո առջև ենք, եւ սա սուրբ միջավայր է, Տիրոջ հավատացող ժողովուրդն են, եթե ձեր տեղը չի, խնդրում եմ առանց որևէ այլևայության լքեք այս միջավայրը։ Առայժմ ես այստեղ չեմ տեսնում նորմալ հարցեր։ Ահա, ես այստեղ հարց եմ տեսնում։ Դանիել 8-րդ գլխի մեր օրերի մասին։ Մեր օրերում ինչ որ կատարվում է, Իրանի վերաբերյալ են հարցնում, Իսրայելի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ այլն։ Այս մասին խոսել եմ ես, բացառեք իմ YouTube-ի ասենք
տեսագրությունների ցուցակը, այնտեղ խմբեր, բաժիններ ունենք, playlist-ներ ունենք։ Ես խոսել եմ այդ մասին, որ մենք հիմա իսկապես ապրում ենք Դանիել Մարգարեության 11-րդ գլխի շեմին ենք հասել։ Իսկ Գոգ, Մագոգ եւ այլն դրանք ես բացառել եմ, այսօր դրանց ժամանակը չի, դա եղել անցել է արդեն, ունեմ առանձին, կարծեմ 2 հաղորդում, եթե իմ ալիքում դա փնտրեք կգտնեք անպայման։ Ներկա этаպում ես ասել եմ, որ խափանողը, որ հակառակորդը ները պիտի նստի, դա ես ասել եմ տարիներ առաջ, կարող եք ստուգել YouTube-ում իմ բոլոր քարոզների շարքում կա, մշտենջենավոր զոհը որն է, հակառակորդի այդ խափանողը ով է եւ այլն։ Եվ այսօր խափանողը իսկապես իսլամն է։ Եվ այսօր ամբողջ աշխարհում մեկ գնում է մի process, որպեսզի ռադիկալ բոլոր ուժերը իրենց տեղերը զիջեն։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ինչպես Եվրոպայում սահմանները արդեն վերացրել են, եվրոպական տուն են սարքել, եւ հայրենիքի գաղափար կարծես այլևս գոյություն չունի, կոսմոպոլիտիզմի գաղափարը պետք է ամբողջ աշխարհում իշխի, եւ հակառակորդի նպատակն է, որ արմատական ազգայնականությունները բոլոր երկրներում վերանան։ Լսեցիք ինչ ասեցի։ Ազգայնական, ռադիկալ բոլոր գաղափարախոսություններն ու խմբավորումները սատանայի թիրախում են։ Դրանք խանգարում են իրան եւ հենց ամենամեծ խանգարող ուժերից մեկն էլ հենց իսլամն է, որ մենք տարիներ առաջ հիշում ենք իսլամական պետություն խմբավորում ստեղծվեց եւ հետո դրա վրա գրոհ ձեռնարկվեց։ Ուրեմն ես ասեմ հակառակորդը ստեղծում է նման կազմակերպություններ, ազգանական եւ մեկի ձեռքով սարքում է, մյուսի ձեռքով ոչնչացնում է, որպեսզի ստեղծի իներտ հասարակություն, որ այդ հասարակությանը հետաքրքրի միայն խաղաղությունը եւ ապահովությունը, եւ նա դրան հասնելու է։ Հակառակորդը ինքը կնստի միանձնյա կառավարելու եւ այդ միանձնյա կառավարման ժամանակ մարդկությամբ այս երկու պահանջները կկատարվեն։ Մարդիկ կուշտ կլինեն, ահաբեկչություն չի լինի, պատերազմ չի լինի։ Մի ակնթարթում ամբողջ աշխարհում կվերածվի բոլոր սահմաններն ու պատերազմները եւ ինքը միանձնյա կիշխի։ Բայց դա նորից եմ կրկնում, դա մեր ժամանակներում չի, բայց հիմա անօնության խորհուրդը լայն մեծ թափ առել։ Տարածաշրջանում մեծ պատերազմա դեր սպասվում, Սիրիա, Թուրքիա, Իրան, Իրաք խփելու են իրար։ Հայտնության գրքում այդ մասին ասված է, այս տարածաշրջանում շուրջ 200 միլիոն մարդ է զոհվել։ Եվ շրջանը, ինչպես ասում են, մի կետից հասկսում եւ հատվում է նույն կետում։ Հայկական լեռնաշխարհը մեր Աստծո հերահար ծրագրի մեջ գոյություն ունի եւ այսօր մենք պիտի պատրաստվենք վերջին անձրևների ջահակիրը լինելու։ Աստված ուզում է մեր ժողովրդի միջոցով մի նոր արթնություն բռնկի, որովհետեւ մեր պատմությունը ինչքան էլ այդպես եղծել են, սակայն օտար հեղինակները ես բազմաթիվ օտար լեզվով գրականություն եմ ընթերցում եւ շատ խորքային բացահայտումներ եմ արել իմ համար, միանշանակ բոլորը բացահայտում են, որ չէր կարող Եվրոպայում ռեֆորմացիա լիներ, եթե Հայաստանում Պավլիկյան շարժում չլիներ։ Չէր կարող աշխարհով մեկ այդպիսի հզոր արթնություն լինել եւ նույնիսկ Ամերիկայում, եթե կատարները, որոնք նույնպես հայեր են եղել, այդ հոսանքներից են եղել։ Եվ ես խոստացել եմ, որ մեկ օր անհայտ աղանդների, աղանդավորների, հեղինակների, անունների մասին պիտի խոսեմ, որոնք դուք ոչ միտեղ դեռ չեք հանդիպել։ Այսպիսի մենք պատմություններ ունենք եւ այո, հայկական լեռնաշխարհից ամբողջ աշխարհում մեկ ավետարանչություն տեղի է ունեցել։ Եվ այս վերջին օրերի մեջ Աստված ինքը մեր ազգին նորից ուզում է օգտագործած լինի եւ դրանում կասկած չունեմ։ Երբ որ պատերազմը 20 թվականի եղավ, ես Տիրոջից հայտնություն ունեցա եւ ես խնդրեցի Տիրոջն, ասեցի Տեր, միթե նորից պիտի կրկնվի մեր ժողովրդի վրա այն մեծ արհավիրքը, որ եղավ 100 տարի առաջ եւ այլն, շատ պարզ Տերը ասեց, այլ ժողովուրդը պիտի ապրի։ Այո, նենք ծրագրեր, խորհուրդներ, խորհողը ծրագրում է այս ազգի ոչնչացումը, բայց իմ ձեռքը մեկնած է,
եւ ես պետք է պահեմ, պահպանեմ։ Այդ պահել, պահպանելը մենք մի քիչ ուրիշ կերպ ենք հասկանում։ Մենք միշտ փորձում ենք հասկանալ, բա հող, բա ես մեկեն մեկ, սակայն ամեն բանի ժամանակը կա։ Եվ այսօրվա դրությամբ ես ուզում եմ ասել, որ մենք խնդիր ունենք, որ ամբողջ Հայաստանով ավետարանական թևը ներկայացնող եկեղեցիները արթնանան եւ ճիշտ, հոգեվոր, մաքուր ու անաղարտ վարդապետությանը վերադառնան։ Ոչ թե Facebook-ում այլանդակ այդպես պատկերներով, Հիսուսի նկարներով, արհեստական բանականություններով ինչ որ Հիսուսի կերպար ստեղծելով, Հիսուսը լացում է, մոտենում է, մարդը առողջանում է, այս մեկն էսա լինում։ Ժողովուրդ, թարգեք այդ ամեն բաները։ Մեղքեք, մի տրվեք այդ պատկերներին, մի տրվեք այդ բոլոր ասենք բանագրում եւ գրում ասում ամեն ասա, հայ մարդ լավ էլի, խելքի եկեք եւ ապաշխարեք ու իսկականից լուրջ հոգեվոր մարդիկ դարեք։ Միջև երբ պիտի դուք հիմա եւ սրանով գիտեք ինչ անում սատանան, այս նոմինալ քրիստոնյա կոչված անուններով, ես այս օրերին բացահայտեցի իմ համար դա, չինական մի հատ խումբ կա, այսօր նստած է մեր հայ ժողովրդի մի առնվազն մի Facebook-ում այնքան ընկերանալու հայտեր ունեցա, մեկ էլ հանկարծ մեկի հետ խոսում եմ, պարզվեց, որ ինքը չինացի է, հայերեն թարգմանում հետս խոսում է եւ ասեցի ստոպ, ասեցի մի հատ հետս կարգին խոսա։ Դու մեքենա ես, հիմա թե դու մարդ ես։ Ասես ճիշտն ասած թարգմանությամբ եմ խոսում, ասեցի ուղղությունն ասա, ուղղություն չի ասում։ Ասում եմ դարձիդ վկայությունն արա, չի անում, դե մեքենան ոնց կարա դարձի վկայ, բայց 300-ից 400-ից ավել Երևանա բնակ իմ ազգակիցները տրվել են դրան։ Ուրեմն ինչքան որ ծաղիկներով, այդպես ասած, առանց իրենց պրոֆիլի իսկական նկարներով Facebook-յան ընկերներ են, բոլորին ես դուրս եմ անում։ Որովհետև արհեստական պրոֆիլներ են ստեղծում, սրա նրա անուններով եւ ցույց տալիս, որ տեսեք մենք այսքան ենք, մենք ամեն կիրակի հանդիպում ենք, եկեք մեր սեմինարներին, մենք ձեզ Աստվածաշունչ ենք սովորեցնում եւ մեկն այնտեղ արհեստական բանականությամբ հայերեն կոտրտված, ջարդրտված սկսում է իբրև մարդկանց բան սովորեցնել, սրանք էլ տանը նստած սկսում են սովորել իբր։ Շեներ, հակառակորդը նենգությամբ մտել է ամեն մեկի տունը եւ այսօր մենք պետք է կարողանանք թացը չորից տարբերել։ Եվ նրանք, ովքեր որ տրված են արհեստական բանականության քարոզչությանը, այդ անձնավորությունները ուղղակի դժոխքի ճամփան են ընտրել։ Տերը երբեք մեքենային արհեստական բանականությանը քարոզելու արտոնություն չի տվել։ Ուրեմն սա ես ասում եմ, որպեսզի մենք զգուշանանք, ուրեմն չարի նպատակն է հոգևոր դաշտը ամայացնել։ Հայաստանում նրան հաջողվել է հոգևոր դաշտը ամայացրել է ինքը։ Այսօր ազատ մարդ չկա, որի հետ խոսես Քրիստոսի մասին, այնքան էժանագին է դարձրել Քրիստոսի կերպարը Facebook-ով, որ էլ չասելու։ Ամենատարբեր նկարներով։ Բոլոր այս նկարները Facebook-ում տարածողները կռապաշտներ են եւ շատ ահավոր է, երբ որ 50-ականներն ու խարիզմատներն են սրա մեջ գնացել։ Եվ իմ կոչն է, որպեսզի իսկապես սթափվենք սեներ։ Եվ գալիս է ժամանակ, որ սոցիալական ցանցերից դուրս գալու իսկապես հրամայական կարող է լինել։ Ես պատասխանեցի արդեն։ Ես պատասխանեցի փրկության վերաբերյալ ինչա գրված։ Այստեղ ինձ հարցնում է քույրիկը, ես հենց իրեն եմ պատասխանում։ Մարինա 1, չգիտեմ, ինչպես է հնչում իր անունը, բայց կարճ էր գրված։ Ես ասեցի գրվածն ասում է. ով որ հավատա ու մկրտվի, պիտի փրկվի։ Չես մկրտված ջրով, գրված է չես փրկվի։ Էլ ինչ հափշտակության մասին է խոսքը։ Սա հստակ է։ Ինչ շարժարիթով է, որ չես մկրտվում եւ այլն, սա մի հատ գրեք։ Գրեք հասկանամ ինչու չեք մկրտված։ Ինչու չեք մկրտվում։ Եթե խոսքը վերաբերում է օտար երկրում եք գտնվում, ես ձեզ ասեմ, օտար երկրից գալիս են, ես մկրտում եմ եւ ճանապարհում եմ իրենց։ Քիչ չեն նման դեպքերը։ Համեցեք, եթե իսկապես դուք ապաշխարել եք, Աստծուն սիրում եք, նախանձավոր եք, ձեր կյանքում դա պակաս է, ներքինին Եթովպիայից եկել էր Երուսաղեմ, հետ էր գնում ճանապարհին, ջուրը տեսավ, ասեց, ահա ջուր, ի՞նչն է ինձ խանգարում։ Տեղում Փիլիպոսը մկրտեց իրեն, ես մարդը գնաց իր երկիրը։ Ինչ զարմանալու բան կա։
Ուրեմն այդ մկրտության վարդապետության խնդիր ունեք։ Նախասահմանության վարդապետություն գոյություն չունի, հանեք այդ ձեր մտքից։ Եթե դուք կալվինիզմին եք տուրք տվել, իսկ կալվինիզմի մեջ գրված է, որ Աստված որոշներին նախատեսել է փրկելու, մյուսներին էլ չէ։ Այս նախասահմանության վարդապետությունը միջնադարում միլիոնավոր մարդկանց գլուխ է կերել։ Որովհետև մարդիկ մտածել են, որ եթե իրանք հարուստ են, եթե իրանք առողջ են, էս են, են եւ այլն, նրանք ուրեմն փրկվածել են, իսկ այն աղքատը, այն մյուսը, որ այդ վիճակում այնքան նախասահմանված չի եւ սկսել են Եվրոպայով մեկ ահավոր ձևով կոտորել բոլոր աղքատներին։ Նախասահմանության վարդապետությունը չի կարող Աստծո խոսքի հիմքի վրա լինի, որ գրված է ում որ տեսա ճանաչեց, նրանց կանչեց, ում որ կանչեց, արդարացրեց, ում որ արդարացրեց, փառավոր արավ, եւ Աստված իր նախասահմանությամբ այդ բառը թեպետ գրված կարդում ենք մենք, բայց այդ բառը պիտի մենք հասկանանք ինչ ձևով։ Հասկանանք, որ Աստված կանխապես ինքը մեզ ճանաչում էր, ոչ թե ինքը մեզ ընտրել էր ու ասել էր նրանք չեմ ընտրում, նա իմանալով, որ մենք իրեն ընդունելու ենք, ես դրա մասին էլի եմ խոսել, դեր երկիրը չստեղծած, բոլորիս Աստված գիտեր, Աստված բոլորիս գիտեր, ովքեր են դարձի գալու եւ ովքեր չէ, հիմա սա չի նշանակում, որ Աստված են ովքեր չեն եւ չեն փրկվում ինքնատենց որոշել, տենց բան չկա։ Տերը օրհնի ձեր դրվատանքի համար, բարի խոսքերի համար, ես ուզում եմ, որպեսզի այնուամենայնիվ նրանք ովքեր որ առանձին կուզենան, որպեսզի ինձ հետ հաղորդակցվեն հեռախոսով, ես համարը գրել եմ, պատրաստ եմ ամենքի հետ հաղորդակցվել եւ լսել։ Իսկ այսօր այսքանը, թերևս մեր հարցերն ավարտվում են։ Տերը օրհնի, ես հետո էլի կլսեմ ձեզ, որովհետև այստեղ շատ մաղթանքներ կան օտարազգիներից։ Իմ WhatsApp-ի, իմ Viber-ի վրա կարող եք դուր բոլոր ձեզ հետաքրող հարցերը ուղարկել, ես դրանք կարող եմ իմ մոտ այդպես նշել, հաջորդ շաբաթ օրը նույն 20:00-ին մենք կհանդիպենք եւ կքննարկենք բոլոր ձեր այն հարցերը, որոնք ուզում են ձեզ։ Առայժմ այսքանը, լավ եղեք, Աստված ձեր հետ։